Ստեղ խոսում ենք սննդային գործոնով պայմանավորված թունավորումներ դեպքերի վերաբերյալ։ Սննդային թունավորումները մեր գլխավոր մտահոգություններից մեկն է։ 2025 թվականին արձանագրվել է 21 թունավորման դեպք։ Տուժել է 64 մարդ, հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, խաչաձև աղտոտվածության պատճառով։ Ամենաշատ տուժածները եղել են շաուրմանոցներից մեկում, թունավորվել է 12 մարդ, մնացած բոլոր տեղերում թունավորումները եղել են 1-2 հոգի։ Խնդրի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մենք համարում ենք, որ դա հաս업 համակարգի ներդրումն է, որը որ 2026 թվականին կլինի տեսչական մարմնի թիրախում։ Ստեղ արտադրական գործունեության կասեցումների վերաբերյալ 2025 թվականին կայացվել է արտադրական գործունեության կասեցման 200 որոշում, 131-ը վերբացվել են, մնացածը տարվա ավարտին ընթացքի մեջ էին, կան վերբացման դիմումներ դեռ ուղղակի չեն ներկայացրել։ Կասեցումների աճը պայմանավորված է նաև քաղաքացիների բողոքների հետ, ինչը մեզ համար շատ լուրջ աջակցություն է, ինչպես նաև վերահսկողության այլ գործիքների կիրառմամբ։ Այսպես 200 կասեցումներից 101-ը եղել են ոչ պլանային ստուգումների արդյունքում, դիտարկումների և մշտադիտարկումների։ Վարչական պատասխանատվության կիրառելու մասին որոշումները 2025 թվականին կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին 1455 որոշում, ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 339 միլիոն ՀՀ դրամ, որոնցից տարեվերջի դրությամբ գանձվել է շուրջ 270 միլիոն։ Այստեղ եւս եթե մենք տեսնենք Սայիկաշարում համեմատական 23 եւ 24 թվականների համեմատությամբ մեր թիվը եռակի եւ կրկնակի մեծացել է, բայց մեր գերնպատակը գումարների գանձումը եւ մեծ գումարներ հավաքագրելը չէ, մեզ ընդհակառակը պետք է պատկեր, որպեսզի վերահսկողության ոլորտում լինի կայուն իրավիճակ։ Այս այգում ներկայացված են 2025 թվականին ստացված ներմուծման եւ արտահանման հայտերի քանակը, ներմուծման ունեցել ենք 32730 հայտ եւ արտահանման 28786 հայտ։ Տրամադրված արտահանման հավաստագրերի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից տրամադրվել է 6210 անասնաբուժական եւ 22310 բուսասանիտարական հավաստագիր։ Ստեղ եւս այս թիվը խոսում է նրա մասին, որ մեր մոտ ջերմոցային եւ այդ ոլորտի տնտեսությունը զարգանում է։ Մյուս այգում սահմանային վերահսկողության հայտնաբերված անհամապատասխանություններն են։ 2025 թվականին արգելվել է 54 խմբականակի ներմուծում, որոնցից 51-ը լաբորատոր եւ 3-ը փաստաթղթային անհամապատասխանությունների հիմքով։ Լաբորատոր փորձաքննություններ են ներկայացվել ավելի քան 9200 նմուշ, արգելված խմբականակների ընդհանուր ծավալը կազմել է 309 տոննա։ Ներմուծված եւ արտահանված կենդանիների խմբականակը ստեղ տեսնում ենք պատկերված 2025 թվականին իրականացվել է խոշոր եղջերավոր կենդանիների արտահանում 6403 գլուխ, ներմուծում է իրականացվել 12407 գլուխ։ Մանր եղջերավորների դեպքում տեսնում ենք ունենք հակառակ պատկերը 96955 արտահանվել է, ներմուծվել է ընդամենը 3754։ Բոլոր կենդանիները անցել են օրենսդրությամբ սահմանված կարանտինացման բոլոր փուլերը։ Հանրային իրազեկման վերաբերյալ 25 թվականին իրազեկման աշխատանքները գրեթե կրկնապատկվել են, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութները ընդհանուր դիտարկումները գերազանցել են 11 միլիոնը, հասապ համակարգի վերաբերյալ իրականացվել են սեմինարներ միայն դեկտեմբեր ամսին 7 մարզերում շուրջ 1000 մասնակցով, արշավը հասապի վերաբերյալ շարունակվելու է նաև 26 թվականին, որովհետև մենք շեշտեցինք, որ դա մեր համար շատ կարևոր ուղղություն է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործառույթների թվայնացման մեր առաջնահերթություններից մեկն է։ Մենք այս տարի ունեցել ենք 4 կարևորագույն թվայնացում, որոնք որ արտացոլված են, ներկայացնեմ եւս մի ուղղությունը սահմանային եւ մարզային կենտրոնների տեսուչները որոշ ստուգումներ թղթային զուգահեռ փորձարկում են
անհատական համակարգիչներով, արդեն ստուգումները իրականացվում են պլանշետներով եւ ստուգման բոլոր արդյունքները, փաստերը, նկարները, արձանագրությունները անմիջապես մուտքագրվում են տվյալ էլեկտրոնային համակարգ։ Արդյունքում մենք ստեղ ունենում ենք վերահսկողական գործընթացները շատ արագացել են, դրանք դարձել են առավել թափանցիկ եւ վերահսկելի, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր կետում տեսուչը երբ որ իր գործողությունները անում է, մենք ստեղ մեզ մոտ կարող ենք համակարգչում տվյալ բեռի նկարներից, մակնշումներից ամեն ինչը ֆիքսված տեսնենք։ Մյուս դեպքը թվայնացման են գնում 2025 թվականից թույլատրվում է Եվրոմիության երկրների շուկաներ Հայաստանի արհեստական ջրերում բուծած ձուկ ձկնամթերքի արտահանումը Տեսչական մարմնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ միջազգային առևտրի կենտրոնի ITC-ի համատեղ ջանքերով մշակվում է արտահանման առանձնահատկությունների վերաբերյալ ուղեցույց, որը որ եւս թվային է, որպեսզի գործընթացը կարողանանք անել ավելի արդյունավետ։ Մյուս մասով մեկնարկվել է բուսասանիտարական էլեկտրոնային վկայականների եւ ֆիտո համակարգի ներդրման գործընթաց։ Այն կապահովի դրանց տրամադրման առավելագույն արագությունը, անվտանգությունը, արդյունավետության ու թափանցիկության բարձրացումը։ Արդյունքում մենք ունենում ենք Հայաստանի ներմուծման եւ արտահանման գործընթացների համահունչ կդառնան միջազգային թվային առևտրի չափանիշներին։ Մյուսը, որ մենք ունենք եւ եկել ենք այս անցյալ տարի հասել ենք ավարտին, չնայած գործողությունը սկսվել էր դեռևս 22 թվականից, դա Ռուսաստանի Դաշնության բուսասանիտարիայի բնագավառում Argus Phytos եւ Հայաստանի Հանրապետության Arphytos ինֆորմացիոն ավտոմատացված համակարգերի ինտեգրման աշխատանքներն են։ 2025-ին գործընթացը արդեն ավարտվել է, մեկնարկվել է տեղեկատվության փոխանակման գործընթաց։ Փետրվար ամսին մենք կունենանք ռուսական կողմից հյուրեր, որոնք կգան եւ թվայնացումը արդեն կբերենք վերջնական ավարտի։ Մենք արդեն աշխատում ենք իրական միջավայրում եւ համարում ենք ավարտած։